Փաշինյանը ոչ մի բանով, ասենք, նյուանսներով է տարբերվում, ասենք, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանից կամ Սամվել Կարապետյանից։ Ինքը ուզում է ԵԱՏՄ-ում Ռուսաստանում մնա, ուղղակի մի քիչ այլ ձև։ Բայց Ռուսաստանը ինչու այդպես չի ընկալում իրավիճակը։ Որտեւ այդ մի քիչ այլ ձևը ձեռ չի տալ Ռուսաստանին։ Ռուսաստանը ուզում է Հայաստանը ամբողջությամբ առանց արտաքին քաղաքականության ինչ-որ սուբյեկտության։ Իսկ դա Նիկոլի ձեռքում չի, դա Եվրոպայի կոպիտ ասած որոշում է։ Հիմա այնքանով, որքանով որ Եվրոպան ժամանակ հավես ու սենց ասեմ ուկրաինական պատերազմի հետ կապված առաջնահերթություն չի, նրա համար ասում են դե լավ, ռուսերեն ասած չեմ դիցանիցե շլոստոկը բնի ռուկամի։ Ասում են դե լավ ջանդեմ, ինչ ուզում է թող գնա իսիկուլ հեծանիվ քշի, ուզում է թող գնա սիկտիվկար։ Կամ թող ժամանակի ձգի։ Ինչ ուզում է թող անի, էական չի ինքը ինչ անել, ընդհանրապես էական չի։ Լավ, իսկ ինչ է անում։ Ինչ ուզում է անում, ոչ բան չի անում։ Տնտեսության վիճակը այնքան վատ է, որ ինքը որպես վարչապետ անելիք չունի։ Այսինքն ինքը կամ պետքա գա գործով զբաղվի, կամ իրոք պետքա գնա իսիկուլում հեծանիվ քշի։ Ինչ խնդիր է լուծում Ռուսաստանը այս Ռուսաստանը պատժամիջոցներով, էմբարգոյով, ճնշումներով, Հայաստանի հետ կապված։ Ոչ մի հարց չի լուծում։ Բայց ցուցադրաբար հայտարարություններ են, վիրավորանքներ են, դա թուլության եւ խմելու ջուրնել են տկարության, հա, դա տկարության բան է։ Տկարության նշան է։ Ռուսաստանի տկարություն։ Այո, իհարկե։ Այսինքն բան չեն կարողանում անել։ Իրանք հիմա փորձում են այնց անեն, որպեսզի հասարակական կարծիքը փոխեն ու հասարակական կարծիքը վերաձևեն, որովհետև լավ ինչքան էլ որ բանեն խոտակեր են, տեսնում են, որ ժողովուրդն է ուզում Եվրոպա։ Ժողովուրդը չի ուզում մնա Ռուսաստանի հետ այդ նույն բանի մեջ։ Ռուսաստանը հայ ժողովրդին վատ վիճակի մեջ միտումնավոր գցում է, որպեսզի Ռուսաստանը չէ, Ռուսաստանը հիմա սատկում է, Ռուսաստանը ագոնիայի մեջ է ինքը ում տեսնա, հիմա ում ինքը բոլորին վնաս է տալի։ Դուք տեսնում եք մենակ Հայաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելարուսը, բոլորը ընդհանրապես ով ընդհանուր բան ունի Ռուսաստանի հետ, հիմա տուժված են։ Իրանք ագոնիայի մեջ են։ Ռուսաստանը որպես այս կոնստրուկտ, այսպիսի կոնստրուկտ, որը կար է 91 թվականից հետո, ինքը ագոնիայի մեջ է։ Ինքը ոչ բան չի կարող անել։ Ռուսաստանի կենտրոնում Կրեմլից 200 մետր երկու բանը, ինչ էր, երկու գեներալ մահացավ, մի տրաքոցից, ծնունդ էին նշում, հա, ռեստորանի պատմություն, ծնունդ էին նշում, բայց ունենց փոքր գեներալ չէր, օդուժի հրամանատարն է, դուք իրոք մտածում եք, որ այդ երկիր ինչ-որ ունակա Հայաստան ինչ-որ բան անելու, FSO-ն, FSB-ն, Կրեմլին կիպ կպած է, պայթունը տեղի է ունեցել Կրեմլին կիպ կպած FSO-շնիկների անմիջական տարածքում, այսինքն անմիջական տարածքում ասած վերահսկողության անմիջական տարածքում, այդ FSB-ն չի, այդ FSO-ն է, այսինքն բրծել է, այսօր գալիս եմ էլի կարծում Հիկացերինբուրգում են Վալբերիսի բանը խփել, այն որ Նիկոլը գնացել էր Յոբուրգ, այդ Յոբուրգում են Վալբերիսի պահեստը տրաքացրել, գիտեք քանի կիլոմետր առաջնագծից, դուք հասկանում եք, որ դրոնը այդտեղ գնում է կլոր մի սուտկա, Ուկրաինայից բարձրացրած դրոնը այդտեղ գնում է 12 թե 13 ժամ։ Ու չեն կարողացել խփել, փաստորեն։ Ոչ տեսել են, ոչ խփել են, ոչ բան են արել, գնաց է կպե տրաքև արվել, այսինքն սա ուղղակի նշանակում է, որ այն ինչ որ Ռուսաստանում կա, շարունակում է աշխատել, այդ ուկրաինացիների բարի ցանկությունն է։ Ոչ թե հնարավորությունն է, այլ բարի ցանկությունն է։ Այն որ Վոգայի վրայի այդ 12 կամուրջից 12-ը դեռևս վնասված չեն, դա ուկրաինացիքի բարի ցանկությունն է։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ երկիրը, որտեղ դու կարաս օթուշի հրամանատարին ռեստորանում տրաքացնես իր աղջկով, փեսով, կողքի ընկեր գեներալներով, բաներով, դուք ուզում եք ասեք այդ երկիրը Հայաստանի շուրջ բան, ոչ մի բան չի կարող անել։ Նրա ասելով կարող կապիրկին կանչեք, օրը երկու անգամ չափալախեք, հետ ուղարկեք, ոչ մի բան չեն կարողանալու անել։ Գիտեք ով է դա հասկացա Ալիևը։ Կանչում թքում ավարեկները, իրանք ասում են, վայ լավ այսօր անձրև եկավ։
Ինքը ինչ ուզում ստանում է Ռուսաստանից, մերոնք ունակ չեն։ Բայց նույնիսկ են կրկնում տնտեսական վնաս գոնե ժողովրդին, այն մարդկանց, ովքեր առևտրով է զբաղվում, այն մարդկանց, ովքեր լարսում է կանգնած։ Լարսում կանգնած մարդը ինչ կապ ունի տնտեսության իր հետ։ Լարսում կանգնած մարդը ինչ որ մեկի ապրանքն է տանում։ Իրան ինչ վնաս է տվել։ Այդ լեգենդա, որ ձեր ֆերմերներին Ռուսաստանը վնաս է տվել։ Ոչ մի ֆերմեր ինքնագլուխ չի տանում իր ապրանքը։ Բոլորը խոշոր ընկերություններ են, իրանք իրանց ձևերով կպայմանավորվում են։ Այսինքն այնպես չի, որ դա բանը փոքր միջին բիզնեսին վնաս չի տալի։ Ու չի էլ կարա տա, իսկ մեծին չի տալի դուսգյունի։ Սենց ասեմ, այդ վնաս չի, եթե դու այտենց բան կա, ցիկլ կա մի հատ։ Լենինգրադի բլոկադա կոչված է։ 41-ից 43 թիվ, 44-ից սկիզբ։ Ուրեմն Լենինգրադում արտադրված տանկերը, ծանր զրահատեխնիկան, զենքը, զինամթերքը ամբողջ ճակատով օգտագործվում էր։ Ամբողջ ճակատով, այդ ամբողջ ընթացքում։ Այսինքն Լենինգրադում արտադրվում էր տանկեր, այդ տանկերը գնում էին, հասնում էին ճակատ։ Ուրիշ տեղ, Լենինգրադում չէ։ Բայց Լենինգրադը բլոկադայի մեջ էր։ Այսինքն դու տանկը կարողանում էիր հանել Լենինգրադից, բայց հացը չէիր կարող բերեիր։ Այդ նույն բանն է, իդեա ֆիքսն է։ Հիմա Հայաստանում լարսը փագա, քորանամ ես, սաղ աշխարհը բացա, լարսը փագա։ Ցիկլի մեջ են ընկել, կապիկի պես են, որ բանանա պես է, ու այդ բանանի հենց այդ բանանն է ինքը ուզում։ Որ լարսը փագա, տարեք ուրիշ տեղ։ Ու վերջ, սաղ ձեզ ասում, ընդ որում տեղերը ցույց ենք տալու ուր տանեք։ Ուզում եք բան անեք, կապիկություն անեք, շարունակեք կապիկություն անել, ձեր տնտեսական բանը, նախընտրությունները եւ, ասենք չգիտեմ, Ռուսաստանի հանդեպ հատուկ սերը ոչ մեկիս խնդրեմը չի։ Ես տարօրինակ բան ասեմ, Ծիրանը ասում են պակասա, պարզվում է այս տարի ավելի շատ արտահանվեք, քան նախորդ տարիներ։ Ու հարց է առաջանում ոնց։ Երկու լուծում կա, կամ սուտ էին ասում, որ պակաս է, բայց այդ գիտենք, որ այգիներում իրոք ասենք, ես մարդկանց ճանաչում եմ, ովքեր Ծիրանի այգի ունեն, ու այգին ընդհանրապես բերք չի տվել, հետևաբար ընդհանուր առմամբ իմ սենց էքսպերիմենտալ առումով, այո, պակաս է։ Իսկ երկրորդ տարբերակը դա է, որ անցած տարիները այնքան էին արտահանում ստվերային։ Այսինքն իրանք չեն ցույց տալի։ Շացածր են ցույց տալի, հիմա ցույց են տալի։ Իսկ հիմա տանենց տեղեր են տանում, որ չես կարող ուրիշ ձև։ Պետք է ցույց տաս։ Էդ էլ ձեր լուծումն է, էդ էլ ձեր պատասխանն է, ինչի իրանք չեն ուզում աշխատեն Եվրոպայի հետ։ Որտեւ չես կարող հարկերը թաքցնես, բանանես, չես կարող խաբես։ Ու էդ էլ նոր է սկսում։ Այդ էլ նոր է սկսում։ Նոր է սկսում բացահայտվել է, այսինքն։ Բա, ասում ուրիշ մարդիկ պետք է նստեն։ Չէ, իհարկե ես շատ ուրախ եմ, որ Խաչատրյան Գագոյի, Քոչարյան Ռոբերտի եւ Գագ Ծառուկյանի ձեռներից ցախ վերցնում են, ինչ ապօրինի է, շատ ուրախ եմ։ Բայց շարունակում եմ պնդել, որ մարդիկ կան տասնյակներով, ում շարունակում են չկպնել, իսկ իրանց ոչ միայն պետք է կպնել, իրանց գերդաստաններով պետք է նստացնել։ Որտեւ իրանք հոլդինգներ են սարքի, իրանք այդ ստվերային սխեմաների մեջ իրական վնասը իրանք են տալիս։ Վաղուց արդեն իրանք են տալիս, առնվազն մի 8 տարի։ Ռուսաստանի բիզնեսի հետ փոխկապակցվածություն։ Ռուսաստանի բիզնեսի հետ փոխկապակցվածություն չկա, Ռուսաստանի բիզնեսը ամբողջությամբ կամ FSB-ա, կամ FSO-յա, կամ ԳՌՈ-յա, այնտեղ բիզնես չկա։ Ռուսաստանի բիզնեսի հետ աշխատող մարդը հանդիսանում է FSB-ի գործակալ։ Ցավում եմ, կներեք, դա կարող է տհաճ լինի, բայց դա տենց է։ Ասենք այս շաբաթվա ընթացքում նախորդ, չէ, ինչ-որ նախորդ շաբաթվա ընթացքում այս շաբաթի հայտ եկա, որ ուրեմն FSO-ն դիմել են Տ-բանկին եւ Ռաֆայզենին, որպեսզի այդ սոբրը դնեն այնտեղ։ Սա նշանակում է, որ իրանք հետևելու են բոլոր ֆինանսական գործարքներին, նույնիսկ մինիմալ։ Ինչի են դրանց դիմել, որովհետեւ Ալֆայում, Սբերում եւ ՎՏԲ-ում դա արդեն կա։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի ցանկացած քաղաքացի
չգիտեմ, դեղատնից պահպանակ է առնում, թե ավտոմեքենա, իր բոլոր գործարքները բանկային ֆիքսվում են որտեղ, ոչ թե կենտրոնական բանկում, ոչ թե նույնիսկ հարկայինում, այլ անմիջապես FSO-ում։ Այսինքն Ռուսաստանը դասական տոտալիտար պետություն է։ Եվ եթե դու բանկային գաղտնիք այլևս չունես, խոսել նրա մասին, որ դու կարաս Ռուսաստանի հետ աշխատես ու չլինես FSB-ի գործակալ, առնվազն ծիծաղալ է։ Սա շատ կարճ ժամանակ է, ինչ որ ժամանակ հետո ցանկացած ընկերություն, որը Ռուսաստանի հետ աշխատում է, ինքը կարա հայտնվի, ասենք, չգիտեմ, շատ տարօրինակ բանում, իրավիճակում, որ պարզվի, որ ինքը գործակալ է։ Այսօրվա ինֆորմացիան Ադրբեջանի տարածքով կրկին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում 8 վագոն հացահատիկ, 10 վագոն քարածուխ, հա, ոնց հասկացա։ Քարածուխն ինչ են անում, չգիտեմ, բայց լավ գալիս է։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Մի կողմից Ռուսաստանը արգելափակում է Հայաստանից ելքը, ապրանքի մուտքը դեպի Ռուսաստան, Հայաստանից, այո, ելքը դեպի Ռուսաստան։ Մյուս կողմից Օվերչուկը սրտնեղում է, ասում է ապրանքաշրջանառությունը ուրեմն իջել է, այս նախորդ տարիներին այսքան էր, հիմա այսքան է, այդ էլ չենք հասկանում։ Մյուս կողմից էլ վագոնները շարունակում են գալ։ Շուրջ 8 վագոն հացահատիկը ոչ։ Բայց ամբողջ աղմուկ աղաղակ, սաղ լրատվամիջոցներով, այսպես ցուցադրաբար։ Դա էտեն է, ինչը որ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարությունում պրոռուսական թևի ներկայացուցիչները ուզում են ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է, որ իրանք դա են ցույց տալիս։ Եվ Ադրբեջանն է ցույց տալիս։ Ադրբեջանը ջահանդամը գործ ցույց տա։ Անընդհատ նա հիշեցնում է, ասում է, տեսեք, ես բացել եմ։ Ադրբեջանը, տեսեք, Ադրբեջանը չի կարա սահմանը չբացի։ Ադրբեջանը պետք է սահմանը բացի։ Ադրբեջանը ունի երկու տարբերակ, կամ սահմանը բացում է, կամ գնում է էսկալացիայի։ Ինքը չի կարա գնա էսկալացիայի, ինքը պատրաստ չի էսկալացիայի գնա։ Ինչ վերաբերում Հայաստանին պետք է մոտավորապես տարեկան, եթե չեմ սխալվում, 400-ից 500,000 տոննա ցորեն, հացահատ։ Շուտ այդ բոլորն է, ցորեն, գարի, եգիպտացորեն, այդ ամբողջ ծավալը Հայաստանի համար ինչ որ պետք է, այդ մոտավորապես 500,000 տոննան է։ Ես սենց ասեմ, ծաղալու է, բայց ասենք այդ 8 վագոնը, որը 8 անգամ 60 է լավագույն դեպքում, ես չեմ հիշում այդ լցնովի վագոնները 60 տոննա էին, թե ավելի քիչ, թե չեմ սխալվում, իրանք ավելի քիչ էին, 60 տոննան այդ փակ վագոններ, լավ ընդունենք 50 տոննա, 50 տոննա, այդ ընդամենը 40 տոննա է, Հայաստանի պահանջարկը 500,000 է, Կամաց բերում են։ Չէ, դե կամաց բերելը որն է, հենց հիմա ասում եմ, հենց հիմա ունենք բան առաջարկ։ Ուկրաինան հենց հիմա 250,000 տոննա բարձրագույն կարգի հացահատիկ պատրաստ Հայաստանին տրամադրել, գինն է պատրաստ է քննարկել։ Հենց հիմա կարաս 250,000 տոննա բերես, լցնես էլևատորներդ, գոնե քո ձմեռվա հարցը լուծես։ Որտեվ սա շատ իհարկե չեն։ Դե Ռուսաստանը ինչ ասեց, Հայաստանի իշխանությունների սիրախաղերը Ուկրաինայի հետ հակասում են։ Դե մոտավորապես նույն բանն է, էլի։ Ձեզ թվում է իրանք հենց դատարկ տեղն են ասում։ Ձեզ թվում է իրանք ասում են Սամվել Կարապետյանի համար։ Իհարկե ոչ։ Կառավարության կեսը ռուսաստրուկ է։